44-օրյա պատերազմի ժամանակ հերթական տենց քննարկումներից մեկի ժամանակ ծանոթացել ենք, փոխանակվել ենք տվյալներով եւ նույն օրը Տիգրանը ասեց, լավ, վաղը նորից կծանոթանանք։ Ասում եմ ինչի, ասում է դե այդ ժամանակ թրաշով էր, դիրքերից նորերի չէր հասցրել թրաշվել, ասում է ես կյանքում թրաշով չեմ լինում, ասում է թրաշվենք, որպեսզի հետո որ իրար տենանք, իրար ճանաչենք։ Տենց եղավ մեր առաջի հանդիպումը, մեր առաջի ծանոթությունը։ Հայկի հետ ճիշտ ասած ծանոթությունը սկսվել էր 44-օրյա պատերազմի օրերին։ Միասին նույն գնդում էինք ծառայում։ Դրանից հետո արդեն երբ որ Հայաստանում ես գործունեությունը սավալեցի, լայնացրեցի աշխատանքային, այսպես մեղվաբուծության հետ կապված նախաձեռնություններս, Հայկը այնտեղից արձագանքեց, միացավ դասընթացներին, միացավ հատկապես բլոկադայի ժամանակ։ Հեռախոսով, ինտերնետով, սոցիալական ցանցերով միշտ տենց կապերի մեջ էինք։ Հետագայում իրենք դարբնոցի ծրագրերը երբ սկսեցին իրականացնել, դասընթացների փուլով սկզբնական շրջանում, ես մասնակցեցի դասընթացներին, հիմնական դասընթացը երբ սկսեցի մասնակցել, արդեն բլոկադայի ժամանակ էր, երեկոյան 7-ին սկսում էր դասերը, 4-5 ժամ, երբեմն նաև ավելի երկար տևում էր, կախված արդեն մասնակիցների հարց ու պատասխանից եւ այլն, երկարում էր դասերը, դե հասկանալի պատճառներով Արցախում 4 ժամ էլեկտրականություն դա արդեն այդ ժամանակ ճոխություն էր, 2 կամ առավելագույնը 3 ժամ էի հասցնում մասնակցել դասերին, որովհետեւ 2 ժամը մեկ կտրվում էր։ Շատ դժվար էր իր համար բլոկադայի օրերին միանալը, որովհետև անդադ հոսանքի խնդիր էր լինում, ինտերնետի խնդիր էր լինում։ Հետո արդեն չարաբաստիկ սեպտեմբերից հետո նորից ընդգրկվեց մեր երամսյա կրթաշրջաններից մեկին ու այսօր արդեն մեր ակումբի լիարժեք անդամ է հանդիսանում եւ օգտվում է մեր նախագծերից ու նաեւ ինքնանախագծերի այսպես ակտիվ մասնակից ու նախագծեր անող դարձել։ Ստացա մեղվաբույծի որակավորում, դիպլոմ եւ արդեն ավելի պրոֆեսիոնալ սկսեցի զբաղվել մեղվաբույծությամբ։ Աշխատանքի բերումով, ընտանեկան հարցերի հետ կապված միշտ մեղվաբույծությունը որպես հոբի թողել եմ, բայց պատերազմից հետո հասկացա, որ պետք է զբաղվես այն գործով, որը քեզ իրոք հետաքրքիր է եւ նաեւ փորձեցինք որոշակի իմաստով ոլորտային խնդիրներ մեր առջև դնել ու լուծել, որպեսզի կարողանանք արդյունքներ ռեալ արձանագրել եւ այդ առումով պատերազմից հետո ամբողջությամբ մխրճվեցի մեղվաբուծության մեջ։ Անունը մեղուները պահում էր տատիկս, հենց փոքր ժամանակ հասակից դպրոցական տարիներից սկզբնական շրջանում որպես տատիկին օգնող, հետո արդեն 8-րդ 9-րդ դասարանից հետո արդեն սկզբից 1-2 փեթակ համոզեցի տատիկին, որ տա ինձ, որպեսզի դրանց ինքը ընդհանրապես չխառնի, ես պահեմ, եւ հետո կամաց արդեն ընտանիքի մեղուները լրիվությամբ պահում էի ես, արդեն տատիկը տարիքի հետ կապված դժվարանում էր աշխատել։ Արցախում մեղուներ պահել եմ մոտորապես 15 տարի վերջին շրջանում, մեղուները պահել եմ ոչ թե մեկ վայրում, այլ տեղափոխել եմ Արցախում, սկզբնական շրջանում մինչև պատերազմը տեղափոխում էի Քարվաճառ, հետո պատերազմից հետո Քարվաճառը չլինելու պատճառով տեղափոխում էի Մարտակերտ, հիմնականում Մարտակերտի Սարեր, Հարությունագոմեր գյուղ, հետագայում հաջորդ տարիներին Ասկերանի շրջանի Կուսանաց լեռներ, վերջին տարին բլոկադայի վառելիք չլինելու պատճառով մեղուները բերել էի Ստեփանակերտին մոտ, որպեսզի կարողանամ ոտքով գնալ եւ մեղուներին նայել, որովհետեւ արդեն վառելիքի բացակայության պատճառով տրանսպորտի խնդիրը առկա էր եւ արդեն հնարավոր չէր արդեն տրանսպորտով գնալ։ Այն ամենը ինչ որ ունեի հասկանալի պատճառներով մնաց Արցախում,
Եվ Հայաստան տեղափոխվելուց հետո փետրվար ամսին սկսեցի մեղվաընտանիքներ ձեռք բերել։ Առաջին նախագիծը կրթական ստեղծվեց, որից հետո ավարտելուց հետո մեղվաբույծին չենք թողում հեռու գնար, արդեն ձևավորվեց ակումբը, միավոր, որտեղ մեղվաբույծներն իրենց պաշտպանված են զգում, կարողանում են իրենք նախագծեր իրականացնել, կարողանում են միմյանց հետ փորձի փոխանակում անել։ Հենց առաջի մոդուլի շրջանակներում վիրավոր զինվորները, զոհվածի ընտանիքի անդամները եւ արդեն հիմա արցախցիները կարողանում են անվճար մեր կրթական մոդուլներից օգտվել, եռամսյա դասընթացները, որոնք բոլորի համար անվճար են, նշածս թիրախային խմբերի համար անվճար են, նաև 16-ից 18 տարեկանների համար արդեն 11-րդ կրթաշրջանից ունենք պատանի մեղվաբույծ նախագիծ, որի շրջանակներում ելի անվճար սովորում են իրենք։ Այդպես, օրինակ 11-րդ կրթաշրջանում մոտապես 45 արցախցի ավարտեց մեր դասընթացները, ընդհանուր մոդուլը 65-70 հոգի էր գրեթե, եւ ավելի քան 45 արցախցի ավարտեց մեր մոդուլը եւ շուտով կընդգրկվի մեր ակումբի շարքեր։ Դափնոցին անդամ լինելուց հետո միանգամից ստեղծվել է ջերմ ընկերական հարաբերություններ Հայաստանի համարյա բոլոր մարզերում ապրող մեղվաբույծների հետ, շատ մեղվաբույծ նոր ընկերներ են ձեռք բերել։ Այստեղ կլիմայական պայմանները որոշակի չափով Արցախից տարբերվում են ու բացի դրանից այստեղ մեղուները պահելու համար տեղափոխություններ, նոր տարածքներ, նոր տեղեր, հիմնականում նոր տեղ գնալուց բոլորն էլ ունենում են վախեր, այսինքն նոր տարածքում ոնց կընտելանաս, տարածքում ոնց կդիմավորեն քեզ, ինչ խնդիրներ կա անվտանգության առումներով նամանավանդ, որպեսզի գողություն չլինի, որպեսզի վայրի կենդանիները չվնասեն եւ այլն։ Ու այդ ամենը հաշվի առնելով շատերը դժվարանում են սկսել մեղու պահել, մեղու ունենալ, որովհետև ասում են հետո տեղ չենք ունենալու կամ եթե այս մի տեղը ունենք, հետագայում տեղափոխելը խնդիր է լինելու մեզ համար, նամանավանդ որ մեծ քանակ չունեն ու լրացուցիչ ծախսեր ունենալը խնդիր է։ Դափնոցի միջոցով Հայաստանում ընկերներ ունենալով արդեն մեղվաբույծներ տարբեր տեղեր կարողանում եմ մեր արցախցիներին, ովքեր որ դեռևս տարբեր տարածքներում ծանոթներ չունեն, կապել տարբեր մեղվապահների հետ։ Մենք իրենց փորձում ենք մաքսիմալ ներգրավել այստեղ իրող իրավիճակի մեջ, հա, որ կարողանան իրենք հասկանան, թե ինչ է կատարվում այստեղ, ինչպիսի հնարավորություններ կան եւ արդեն որոշակի этаպից հետո իրենց ոչ թե դիտարկել որպես Արցախից տեղահանվածի կարգավիճակ ունեցող, այլ դիտարկել որպես հասարակության լիարժեք անդամ եւ իրենք էլ իրենց մեկուսացված չզգան դրանով, հա, որ կարողանան լիարժեք տնօրինեն այն հնարավորություններին, որ այստեղ ընձեռնված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ մեղվաբույծության մեջ, կարելի է ուղղակի գնահատել, որ սա եւ փող աշխատելու հնարավորություն է, եւ իհարկե հաճելի զբաղմունք է։ Արցախում տատիկից սովորել էի ավանդական մեղվաբուծություն, որը 15-20 տարի առաջ ինքը ակտուալ էր, դրանով հնարավոր էր մեղուներին պահել, բավականին բարձր բերքատվությամբ, նորմալ քանակի մեղր ստանալ ու առողջ մեղուներ ունենալ։ Վերջին տարիներին տեխնոլոգիաների զարգացման ու նաև այլ երկրներից մայր մեղուների եւ տարբեր մեղվաընտանիքներ ներկրելու պատճառով սուր վարակիչ հիվանդությունները եւ մեղուների խնդիրներն արդեն ավելի են շատացել եւ ավանդական մեթոդներով հիմա հնարավոր չէ այդ ամենի դեմն առնել եւ վարոատզի եւ մնացած այլ միջատների ու հիվանդությունների, սնկային հիվանդությունների դեմ արդեն պետք է պայքարել համակարգային, պետք է պայքարել արդեն պրոֆեսիոնալ։ Երբ ես կրթական համակարգերը սկսում ենք ձևավորել, մինչ այդ ինձ թվում էր, թե ես ամեն ինչ գիտեմ։ Հետո այդ կրթական համակարգերը նաև մեզ ինքնակրթվելու լավ հնարավորություն ընձեռեցին։ Հիմա ես հասկանում եմ, որ շատ քիչ բան գիտեմ մեղվաբուծության մասին, այսքանը ունենալով հանդերձ, եւ կարծում եմ, որ մեր ակումբի ցանկացած անդամ, ցանկացած միավոր նույն մտայնությամբ է այստեղից դուրս գալիս եւ ըստ էության այստեղից դուրս գալ չկա։ Երբ որ գալիս են արդեն մեր միջավայր, մեղվաբույծները զգում են այն կարեւորությունը համայնքի, որ մենք ստեղծում ենք, այդտեղ շատ ջերմ ընտանեկան մթնոլորտ է ստեղծված եւ հանրապետության ողջ տարածքը, այսպես ցանցը պատված է եւ կարողանում են միմյանց հետ ինֆորմացիայի փոխանակում անել, կարողանում են փորձի փոխանակում անել, կարողանում են միմյանց անձնական շփումներ նույնիսկ օգտակար լինել ու այդ շատ կարեւոր է։ Հիմնական այն մեղր օգտագործող մարդիկ կատարում են մեղրի գնում եւ Արցախում եւ հիմա նույն մարդիկ կատարում են գնումներ այստեղ,
Բացի դրանից շատ ու շատ մեղվապահներ կան, որ Արցախում ունեին մեղու, հիմա բնակվում են Երևանում կամ այլ քաղաքներում ու արդեն մեղու պահելը իրենց համար խնդիր է եւ նույն մարդիկ նույն ձև շարունակում են մեղր ու այլ մեղվամթերքներ գնումներ կատարել։ Իմ այսպես ասած շուկայի հիմնական հաճախորդների մեծ մասը արցախցիներն են, ովքեր որ Արցախից գիտեին ինձ, ովքեր որ Արցախում արդեն ծանոթ էին իմ մեղրին, իմ արտադրած մեղվամթերքի որակին եւ նույն մարդիկ հիմնականում շարունակում են գնել։ Նրանց ավելանում է արդեն իրենց նոր շրջապատ, նոր գործընկերներ, նոր հարազատներ ու բարեկամներ, որոնց նրանք խորհուրդ են տալիս։ Բացի այդ, Արցախում մեղուներ ունենալու ժամանակ նաև Հայաստանից հաճախորդներ եմ ունեցել, հիմնականում Երևանից, եւ նույն ձևի շարունակվում է այդ ամեն ինչը։ Այս պահին դեռևս չկա այն քանակը, որ դժվարություն լինի վաճառելու։ Իրականում շատ մեծ չէր տարբերությունը Արցախի եւ մեր ստեղի մեղվաբույսների, թե ընդհանուր մշակույթի, թե վաճառքի մեխանիզմների, գրեթե թե Արցախում, թե Հայաստանի Հանրապետության տարածքում ըստ էության նույնն էր ամեն ինչ, երկու տեղում էլ կրթական բացեր կային եւ երկու տեղում էլ վաճառքի մեխանիզմների հստակ բացակայություն կար, որը հիմա քայլ առ քայլ փորձում ենք լուծել, ինչպես նաև նախագծերի բացակայություն կար, որոնք թույլ են տալիս մեղվաբույծին ինքն իրեն դրսևորել։ Օրինակ ագրոտուրիզմի կոմպոնենտը գրեթե բացակայում էր թե այնտեղ, թե այստեղ ու մինչև հիմա էլ դեռ բացակայում է, առանձին դրվագներով քայլ առ քայլ փորձում ենք ակտիվացնել այդ ուղղությունը, սարքավորումների ճիշտ կիրառությունը, մեխանիզմները կամ հենց նույն մեղվակայան պրոյեկտը, անասնաբուժական ծառայությունները, որի մասին շատ երկար կարելի է խոսել, որ հիմա ենք դրել Հայաստանում, այսինքն այս ամբողջը հիմա քայլ առ քայլ, այդ թվում նաև արցախցիների պոտենցիալը օգտագործելով, փորձում ենք Հայաստանում ոտքի հանել ու ուժեղացնել մեղվաբուծական տնտեսությունները։ Ամեն մարդ պետք է նախ սիրի իր աշխատանքը, լավ կատարի իր աշխատանքը, ու դա հայրենասիրության ամենաառաջին աստիճանն է։ Միջև դու քո աշխատանքը չկատարես լիարժեք, մնացած ամեն ինչին քննադատել կամ մնացած ամեն ինչին ինչ-որ մի պիտակ կպցնել, կարծում եմ, որ սխալ է։ Առաջնահերթ պետք է լինի հայրենաճանաչություն։ Հայրենաճանաչության հենց անմիջական առաջին կարևոր կետերից մեկն է հայրենի բնության ճանաչելը, հայրենիքի ամեն մի տեղ լինելը ու ամեն ինչը իմանալն ու գնահատելը։ Իմ դեպքում հենց աշխատանքը բնության մեջ է ու բնության հետ է, այդ ամենը համադրելի է։ Եվ բացի դրանից հայրենասիրության ու հայրենաճանաչության ամենակարևոր բաներից մեկն է, որ դու ինքդ քո գործը լավ կատարես։ Շատ ոգևորիչ է, հատկապես որ մեր ակումբի մեղվաբույսները կարողանում են իրենց խնդիրները բարձրաձայնել մինչև ամենավերջին օղակը, ամենավերին օղակը։ Այդ համագործակցության վառ օրինակներից մեկն է, որ մենք կարողանում ենք համահայկական մեղվաբուծության համահայկական ֆորումը իրականացնել Էկոնոմիկայի նախարարության դահլիճում, արդեն երկրորդ տարին է եւ այդ թվում նաեւ արցախցիների խնդիրները բարձրաձայնվում են, կարողանում ենք պատասխաններ լսել, քննարկումներ ծավալել, հետաքրքիր բանավեճեր են լինում ընթացքում։ Մի խոսքով, այսինքն համագործակցությունը պատկան մարմինների հետ բավական սերտ է, համագործակցում ենք ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ցանկացած համայնք մտնելիս տվյալ տեղամասում գտնվող մեղվաբույծի խնդիրներն ենք փորձում բարձրաձայնել, լուծել։ Մի խոսքով, համագործակցությունը ճիշտ է, երբեմն որոշակի բյուրոկրատիվ խոչընդոտների է բախվում, բայց ընդհանուր առմամբ կգնահատեմ դրան։ Հայրենիքը պաշտպանելուց առաջ պետք է ունենաս արժեքներ, որը պետք է պաշտպանել, ու մենք բարեբախտաբար ունենք այդ ամեն ինչը, այդ արժեքները, այդ մշակույթը տարիներով հանդերձ, ուղղակի անհրաժեշտ է իմանալ դրանց տեղը, տեսնել, սիրել ու նոր արդեն պաշտպանել։
մեղվակայան նախագծի շրջանակներում մեր ակումբի լիարժեք անդամները հնարավորություն ունեն օգտվել այն տարածքներից, որոնք նախապես մեր կողմից ուսումնասիրվել են տարածքների տնօրինող կազմակերպությունների հետ մենք ունենք հուշագրեր, համագործակցություններ եւ տարվա մեջ կախված կլիմական ռեժիմներից մենք հնարավորություն ունենք մեղվանոցները տեղափոխել եւ ակումբի անդամները, այդ թվում նաեւ արցախցի անդամները ունեն լիարժեք հնարավորություն այդ տարածքները օգտագործելու։ Դա փոխշահավետ համագործակցություն է ինչպես այգետերերի, այնպես էլ մեղվաբույսների կողմից եւ այդ շրջանակներում 2024-ին մեկնարկած արդեն մեղվական պրոյեկտը, այս արդեն ամփոփելով արդյունքները հասկանում ենք, որ լիարժեք կատարեց իր գործը եւ 25 եւ հետագա տարիներին կարծում եմ, որ ավելի կընդլայնենք, ընդգրկելով հանրապետության մի շարք այլ մարզեր, այս պահին միայն Արարատի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ենք կարողանում այդ նախագիծը իրականացնել։ Կրթվելով գարնանային աշխատանքներից միջև ձմեռային աշխատանքներ, մեղրակամ եւ այլն արդեն ցանկացած մեղվապահ նամանած կսնակները կարող են արդեն ունենալ իրենց մեղվանոցները եւ իրենց սեփական եկամտի աղբյուրն ունենալ։ Բացի այդ, դարբնոցի անդամ լինելու մեծ կարևորն է, որ դարբնոցը անդամներ ունի Հայաստանի ողջ տարածքում, ցանկացած տարածքում մեղուների հետ կապված ցանկացած ինֆորմացիա մենք կարողանում ենք շատ հեշտ այսպես ասած առաջին ձեռքից իմանալ, կարողանում ենք իմանալ որտեղ ինչ կլիմայական պայմաններ կան այդ պահին, որտեղ ոնց է բերքը եւ այլն ու ցանկացած տարածքում գտնվելով իրար հետ համագործակցելով փոխշահավետ կարողանում ենք աշխատել։ Մեր հիմնական նպատակը ըստ էության այն էր, որ ոչ թե առանձին դրվագային օգնությունների շարք լինի, այլ փորձենք արցախցիների համար վերաինտեգրման այս process-ը այնքան հեշտ անել, հատկապես խոսքը մեղվաբույսների մասին է, որ իրենք կարողանան իրենց նախագծերը ստեղծել, իրենց հնարավորությունները այստեղ զարգացնել եւ հասարակության մեջ լիարժեք ինքնադրսևորվել։ Այդ շրջանակներում արդեն նշել եմ կրթական մոդուլին իրենց ներգրավվածությունը, իրենք հատկապես Հայկի օրինակը շատ այսպես վառ է եւ լինելով ակումբի արդեն լիարժեք անդամ, Հայկը կարողանում է օգտվել ինչպես ակումբի բոլոր գրեթե նախագծերից, այնպես էլ ինքն է արդեն այդ նախագծերի մաս կազմում, այսինքն ինքն է նախագիծ անում եւ մեր գործնական դասընթացը օրինակ հենց Հայկի մեղվանոցի տարածքում ենք արել դասերից մեկը։ Շատ կարևորում եմ, որ մենք կարողանանք արցախցիների համար լիարժեք պայմաններ ստեղծենք, հնարավորությունները այսպես զարգացնելու համար։ Դարբնոցի հետ համագործակցության արդյունքում արդեն մեղուներին մոտիկանում ենք ավելի պրոֆեսիոնալ, Հայաստանի եւ միջազգային փորձը մեղվաբուծության ոլորտում օգտագործելով նոր սարքավորումներ, նոր ամեն ինչ, դեղորայք եւ այն ամեն ինչը ինչ որ կա աշխարհում եւ Հայաստանում կարողանում եմ օգտագործել եւ բացի դրանից դարբնոցը ունի նաեւ անասնաբուժական թիմ, որը օգնում է մեղրի վաճառքի մեջ, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կա մի շարք կարծրատիպեր, որոնցից մեկը այսպես ասած ծանոթ մեղվաբույծից մեղր գնելն է ու շատերը այդ սկզբունքը օգտագործում են։ Այդտեղ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման ճանապարհին եկանք հանգեցինք այն կետին, որ պետքա կազմակերպել արտադրողի եւ գնողի բարձր մակարդակով, այսպես ասած, հանդիպում, պատշաճ մակարդակով հանդիպում եւ արդեն 2022 թվականից ամեն տարի կազմակերպում ենք մեղրատոն, մեղրի եւ մեղվամթերքների ցուցահանդես վաճառքը։ Ցավոք 23 թվականին չկարողացանք կազմակերպել, սեպտեմբերի 30-ին էր նախատեսված, 29-30 սեպտեմբերյան դեպքերի հետ կապված մենք դադարեցրեցինք ամբողջ process-ը։ Այս տարի եւս նախատեսված է, հույս ունեմ, որ մեզ ոչինչ չի խանգարի սեպտեմբերի վերջ կազմակերպել process-ը եւ դրա միջոցով մենք Երևանում երազայգում փորձում ենք գյուղաբնակ մեղվաբույծների, որոնք որոշակի մակարդակի վրա են պրոդուկտի վաճառքի մեխանիզմների ճանապարհին, գեղեցիկ տաղավարների միջոցով մեղրի վաճառքի հնարավորություն ապահովել եւ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ շեշտել, որ բոլորին հրավիրում եմ մասնակցել այդ միջոցառմանը, որտեղ դուք կկարողանաք գտնել Հայաստանի բոլոր ծայրերից մեղրներ, ծանոթանալ մեղվաբույծների հետ եւ այդ նոր շուկա ոնց որ մտնելու հնարավորությունը հենց գյուղաբնակի համար, այդ թվում նաեւ արցախցիների համար։
Ես նորից ուզում եմ շեշտել, որ երբ որ Հայկի օրինակով Հայկը արդեն ինտեգրվում է հասարակության մեջ, անընդհատ շեշտել, որ ինքը խնդիր ունի, ինքը արցախցիա, պետք է իրան օգնենք, այդ իրան գուցե կոմպլեքսավորի։ Ես ավելի շատ փորձում եմ այնպես պայման ստեղծեմ, որ ինքը չտարբերվի մեր ակումբի մյուս անդամներից, օգտվի հավասար պայմաններում բոլոր հնարավորություններից եւ լիարժեք իրան ինքնադրսելով։